Ողջունում եմ բոլորիդ, ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը Manifest online դպրոցից։ Այս վիդեոյում մենք կքննարկենք մոմերը։ Ինչ են իրենցից ներկայացնում մոմերը, ինչ են ցույց տալիս եւ ինչպիսի հուշումներ մեզ կարող են տալ գնի աճի կամ գնի նվազման վերաբերյալ։ Անցնենք գրաֆիկին եւ հասկանանք ինչ են դրանք իրենցից ներկայացնում։ Նախ եւ առաջ գոյություն ունեն մոմերի տարբեր տեսակներ, հիմնականում գրաֆիկներում կիրառվում են ճապոնական մոմերը։ Ճապոնական մոմերը դրանք հատուկ մոմեր են, որոնք ստեղծվել են 18-րդ դարում Ճապոնիայում բրինձի առևտրականները եւ դրանցով կարողանում էին անալիզ կատարել, գրաֆիկներով հաշվարկներ կատարել, իրենց առևտուրը եւ այլն, բայց այն երկար չկիրառվեց եւ վերջին ժամանակահատվածներում մոտ 50-60 տարի առաջից արդեն սկսել է լայն տարածում ստանալ ամերիկյան երկրներում արդեն տարբեր ակցիաներում կրիպտոարժույթային գրաֆիկներ արդեն վերջին ժամանակահատվածներում դիտարկելու համար։ Ինչու, որովհետև ճապոնական մոմերը ավելի շատ դիտարկելի են։ Դրանք ունեն բացման կետ, ունեն փակման կետ, մինիմում եւ մաքսիմում։ Այստեղ եկեք հենց դիտարկենք կանաչ մոմերի վրա, որովհետև մոմերը բաժանվում են երկու մասի՝ կանաչ եւ կարմիր մոմեր, եւ բնականաբար հասկանանք։ Ցանկացած մոմ, ճապոնական մոմ, ունի նախ եւ առաջ մարմին, որը որ երևալու է այսպես լցված եղանակով, քիչ հետո նաեւ գրաֆիկի վրա ցույց կտամ։ Կանաչ մոմը ունի բացման կետ, որը լինում է ներքևում, եւ ունի փակման կետ։ Մարմնի ներքևի հատվածը կանաչ մոմի դա նրա բացման կետն է, մարմնի վերևի հատվածը դա նրա փակման կետն է, բայց մոմերը նաեւ ունենում են ստվերներ, որոնք կոչվելու են մաքսիմում եւ մինիմում կետեր։ Նույնը կարմիր մոմին է կարող ենք ասել, սակայն կարմիր մոմի մի տարբերություն ունի, որ այստեղ բացման եւ փակման կետերը հակառակ են լինում։ Կարմիր մոմի բացման կետը լինում է իր մարմնի վերևի հատվածը, փակման կետը լինում է իր մարմնի ներքևի հատվածը։ Մինիմում եւ մաքսիմումները նույնն են լինում։ Ինչ են ցույց տալիս ընդհանրապես այդ մոմերը։ Դրանք ցույց են տալիս տարբեր ժամանակահատվածներում առևտրի գինը, ինչ է տեղի ունեցել գնի հետ։ Այն աճել է, նվազել է, եթե աճել է ինչքանով, այն ավելի է դիտարկելի դարձնում եւ կախված է լինում բնականաբար մոմի մարմինը, չափը, ինչպիսի առևտուր է տեղի ունեցել եւ ինչ time frame-ով ենք մենք այն ուսումնասիրում։ Մոմերը ընդհանրապես երկար ժամանակ կիրառվել է եւ կիրառվում է, մինչեւ որը սել թրեյդերները մեծամասնությունը կիրառում են մոմային պատեռներ, մոմային անալիզներ, որը թույլ է տալիս կանխագուշակել, կանխատեսել հետագա գրաֆիկների շարժը։ Այլ կերպ ավելի պարզ ասած, մոմերը դրանք ցույց են տալիս տվյալ ժամանակահատվածում ինչպիսի շարժ է տեղի ունեցել։ Time frame ասվածը գիտենք, դրանք րոպեներն են, ժամերը, ինչ ժամանակահատվածով ենք նայում գրաֆիկին եւ բնականաբար, եթե ընտրում ենք 1 ժամանոց time frame, նայում ենք գրաֆիկին 1 ժամանոց time frame-ում, բոլոր մոմերը ցույց են տալու 1 ժամվա առևտուրը, 1 ժամանոց ինչպիսի առևտուր է տեղի ունեցել։ Եթե բնականաբար մոմը լինում է կանաչ գույնի, դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ գնի աճ է տեղի ունեցել, ավելի շատ այդ 1 ժամում տվյալ կրիպտոարժույթ, եթե կրիպտոարժույթներն ենք դիտարկում բնականաբար ավելի շատ գնել են, ավելի շատ եղել է պահանջարկը եւ բնականաբար ավելի շատ աճ է ունեցել, քան օրինակ վաճառել են, նվազել է տվյալ ժամանակահատվածում։ Եվ հակառակը կարմիր մոմերի դեպքում, եթե կարմիր մոմ ենք տեսնում, նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում, եթե 1 ժամանոց time frame-ն ենք ընտրում, 1 ժամ տվյալ ժամանակահատվածում գինը ուղղակի նվազել է, ավելի շատ վաճառք է տեղի ունեցել, քան գնում, եւ ըստ դրա պահանջարկը այնքան մեծ չի եղել, ինչքան որ օրինակ առաջարկն է եղել, ավելի շատ վաճառվել է։ Եվ հենց այդ մոմերը միմյանց հետ կոմբինացնելով էլ կարողանում ենք հասկանալ ինչպեսի շարժ կարող է մեզ այն տալ, այն մեզ օգնություն է, այլ ոչ թե այսպես հստակ ինչ որ ազդանշան։ Եվ հիմա անցնենք գրաֆիկին եւ գրաֆիկի վրա եկեք դիտարկենք ինչպիսի մոմեր կարող ենք այստեղ դիտարկել։ Իրականում մոմի չափը, մոմի մարմնի ծավալը, նրա ստվերները, ամեն ինչը շարժ է նշանակում։ Տվյալ ժամանակահատվածում ինչ է ստվերը ցույց տալիս ընդհանրապես, մոմի ստվերը։ Եթե ունենք երկար ինչ-որ ստվեր վերև կամ ներքև, դա նշանակում է, որ 4 ժամվա ընթացքում այդ ժամանակահատվածում իմ գինը նախ եւ առաջ բացվել էր ահա այս հատվածից, այսինքն յուրաքանչյուր մոմ բացվում է նախորդ մոմի փակման կետից, բացվել էր այս վերևի հատվածում։ Եվ այդ 4 ժամվա ընթացքում այն հասել էր այս մակարդակին, միջև այս մոմի ստվերը, տեսնում ենք, այդքան բարձրացել է։ Դա եղել է նրա մաքսիմում, այսինքն այդ 4 ժամվա ընթացքում գինը աճել էր ունեցել, աճել էր միջև ահա այս հատված։ 4 ժամվա ընթացքում նաև նվազում էր, լավ ունեցել, նվազել էր նաև ահա այս հատված, բայց
Չի մնացել ոչ վերևում, ոչ էլ ներքևում, այն նորից եկել եւ փակվել է այս հատվածում։ Մոմի փակման կետը դա մարմինն է վերցնում։ Եվ այն հատվածները, որտեղ այդ 4 ժամում շարժ էր ունեցել վերև կամ ներքև, ձևավորվում է ուղղակի ստվեր։ Այսինքն մոմի ստվերը դա նույնպես շարժ է, որովհետեւ եթե տեսնում ենք ստվեր, նշանակում է, որ գինը այդ 4 ժամվա ընթացքում որոշակի ժամանակահատվածում եղել է նաև այս արժեքում եւ չի մնացել ուղղակի այդտեղ, փակվել է ներքևում։ Հաջորդ կանաչ մոմը արդեն սկսել է ձևավորվել նախորդ կարմիր մոմի փակման կետից եւ նույն եղանակով յուրաքանչյուր մոմ, այսպես եթե ուշադիր լինենք, նախորդ մոմի փակման կետից է սկսում ձևավորվել։ Ինչպես արդեն ասել էի, մոմային անալիզները հաճախ են կիրառվում տրեյդերների շրջանակում, որը թույլ է տալիս նրանց կանխագուշակել գնի հետագա շարժը։ Գոյություն ունեն մոմային պատեռներ կամ պատկերներ, որոնք հատուկ մոմեր են միմյանց այսպես կոմբինացված, մի քանի մոմ իրար հետ, մեկ մոմ կամ երկու մոմ, որոնք մեզ տալիս են որոշակի չափով հուշումներ գնի հետագա շարժի մասին։ Եվ հասկանալով ընդհանրապես մոմերը, ուսումնասիրելով այդպիսի պատեռներ մոմային, մենք պատկերացում ենք կազմում ինչ կարող է լինել գնի հետ։ Բնականաբար հիմնվել միայն դրա վրա ես խորհուրդ չէի տա, որովհետև դրա հետ կարելի է համատեղել այլ անալիզներ, սովորական տեխնիկական անալիզը, ինդիկատորներ կարելի է համատեղել եւ ոչ միայն հիմնվել դրա վրա։ Եվ ընկերներ, ահա մեր մոմերը, ճապոնական մոմերը, հասկացանք թե ինչ են դրանք, ինչպես են ձևավորվում եւ ինչ են ցույց տալիս ընդհանրապես եւ այն, որ դրանք կարող են մեզ հուշել գնի այլ շարժի մասին կամ շրջադարձի մասին կամ շարունակվելու մասին։ Ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը Manifest Online դպրոցից։ Եթե ձեզ դուր եկավ տվյալ վիդեոն, լայքում եք ընկերներ եւ բաժանորդագրվում եք մեր YouTube-յան, Instagram-յան, Telegram-յան ալիքներին եւ նաեւ գրում եք թե ինչի մասին կցանկանայիք, որ ես խոսեմ մեր հաջորդ վիդեոյում։ Ընկերներ, մաղթում եմ բոլորիդ հաջող օր, հաջողագործարքներ կրիպտո աշխարհում եւ եկամտաբեր գործարքներ։